Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խանոսն է, լավ տրամադրությամբ եւ հետաքրքիր մտահղացմամբ։ Այսօր մենք հյուր ունենք հարգելի հեռուստադիտողներ եւ իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, մամուլյա եւ ընկերներ գիտանավակ խոհարար Խորեն Հարությունյանը։ Ողջույն Խորեն։ Բարև ձեզ, պարոն։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, լավ։ Ինչի ես հրավիրել Խորեն, լավ եմ ես, ինչ կա ասելիք։ Այսօր հրավիրել եմ ձեզ զովացնելու համառային աղցանով։ Զովացնելու։ Հա, պատրաստելու ենք համած մածունով մածնաղցան։ Ամառային եղանակների համար։ Օգտագործելու ենք թթվասեր, համած մածուն, մեր հայկական լեռնաշխարհի դաղցը, չերի լոլիկ, սև ձիթապտուղ, լիմոնի ցեդրան, շատ լավ։ եւ համեմունքներ։ Համեմունքներից Իհարկե պոպոկը անպայման։ Կույզը անպայման, ամռան եղանակին մեր իմունիտետը ընկնում է, մենք ավելի շատ էներգիայի կարիք ունենք եւ այլն եւ այլն։ Շատ լավ, եւ նշեցիր, որ քիմիոն պիտի օգտագործենք։ Քիմիա։ Շատ լավ, ինչ պիտի անենք եւ ինչից սկսենք, եւ խոսենք, զրուցենք եւ պատրաստենք, Խորեն։ Ձեզ կխնդրեմ ձիթապտուղը կլորակներով կտրատել, ես էլ անցնեմ արդեն մածունի եւ թթվասերի խաղ։ Այսպես կավ է։ Այո։ Ինչպես են գործերը Խորեն եւ ինչն է անհանգստացնում քեզ։ Մի բան պիտի անհանգստացնի անպայման խոհարարության մեջ, եթե չկա անհանգստություն, եթե չկա մտահոգիչ ինչ-որ բան, տեղում պիտի ուրեմն դոփենք։ Ճիշտ եք ասում, պարոն Մամուլյան, քանի որ խոհարարությունը դա դինամիկ մասնագիտություն է եւ մարդ, որ ընտրել է այդ մասնագիտությունը, պետքա տեղում չդոփի, պետքա նորությունները անդադ նորություններ ստեղծի, պիտի միշտ մտահոգություն ունենա։ Այո, մտահոգություններ ունենա, նոր բաներ ինչ-որ ստեղծի, մտածի, ես չերի լոլիկն էլ արդեն կտրատեմ, 4 մասի ենք բաժանում։ Ես ընկույզը փոքրացնեմ, բայց շատ փոքրացնել պետք չի ընկույզը, որպեսզի ատամի տակ ընկնելուց Երևա։ Հիմա սխտորը մենք մանրացնենք եւ ընկույզի հետ խառնելով մի քիչ իրար հետ խառնենք, որպեսզի համերը իրար լավ խառնվեն։ Մենք ավելացնում ենք մեր աղցանին։ Սխտոր եւ ընկույզ։ Նանան ավելացնենք։ Հանրապես հայկական խոհանոցում սխտորի ընկույզի համադրությունը շատ ենք հանդիպում մենք։ Հա։ Այո։ Այս աղցանի մեջ եւս բացառություն չկազմի։ Բայց տարբեր մշակման, չէ՞, տարբեր մշակումներով։ Այո։ Հիմա մենք կհամեմենք աղ։ Հիշեցնեմ, թե ինչ մենք ստացանք, այսինքն ինչպես պատրաստեցինք։ Քամած մածուն եւ թթվասերը խառնեցինք, կտրատված սև անկորիս ձիթապտուղը կտրատեցինք, լոլիկ փոքրիկ լոլիկներ, այդ չերի կոչված լոլիկները կտրատեցինք, այնուհետև սխտորը եւ ընկույզը միասին կտրատելուց հետո ավելացրինք նաեւ կտրատված նանան, մեր բնաշխարհի, ինչպես Խորենն է սիրում նշել, եւ խառնեցինք։ Ստացված զանգվածը պիտի այնքան խառնել, զգուշությամբ հարկավոր է խառնել, չէ՞։ Յուրաքանչյուր անգամ ընդհանրապես աղցան պատրաստելիս բանջարեղեններին հատկապես զգույշ պիտի վերաբերվել, որպեսզի նրանք իրենց տեսքը պահեն, չզրկվեն եւ միջև համասեր զանգված ստանալը։ Բայց մինչ Խորենը նորից կշարունակի այդ խառնելը, ես ուզում եմ հարգելի հեռուստադիտողներ ձեզ հիշեցնել, որ հուլիսի 29-ին Այրիվանքում տեղի ունենալու
մեր մեծագույն կոմպոզիտորներից մեկի Ավետ Տերտերյանին տարեդարձին նվիրված մեծ միջոցառում Այրիվանք հուլիսի 29 ժամը 13 սկիզբը ավտոբուսներ կգնան կոնսերվատորիայի հարակից տարածքից Բացի դրանից ես ուզում եմ նաև տեղեկացնել, որ սեպտեմբերի 12-ին հայ խորհրդական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը, Ախտալայի քաղաքապետարանը, Լոռու մարզպետարանը եւ էկոնոմիկայի նախարարությունը համատեղ իրականացնելու են խորովածի 7-րդ փառատոնը։ Թիմերին գրանցվելու համար մինչև սեպտեմբերի 1, իսկ մասնակիցներին ցանկանում եմ, որ արդեն կամաց այդ օրվա համար ժամ գտնեն։ Ինչ ստացվեց, Խորեն ջան։ Մենք արդեն խառնեցինք աղցանը, ստացանք այսպիսի մի զանգված։ Գույնավոր զանգված։ Հիմա մենք քերենք լիմոնից հետ դրան, զարդարելու համար են արդեն։ Զարդարելու համար, թե համ պիտի։ Համ լիմոնից հետ դրան հավելյալ թթվածություն կտա եւ թարմացություն կապավի, այնպես համել գեղեցիկ կլինի դեղին գույնի։ Լավ, Խորեն ջան։ Հիմա մենք աղցանը կփորձենք ինչ-որ կլոր տեսք ստանալ, օգտագործենք, քանի որ հիմա չունենք համապատասխան ինչ-որ։ Չունենք, ունենանք, Խորեն ջան։ Օգտագործենք։ Հա, ես մոռացա ավելացնել զեյթունի ձիթապտղի յուղը մի փոքր։ Բայց այստեղ էլ կարող ենք։ Հա, այստեղ կավելացնենք, որպեսզի ավելի հեշտ տեղափոխենք։ Ուրեմն նորից այդ բաղադրությունը կամած մածուն թվասեր, լոլիկ, սխտոր ընկույզ, ձիթապտուղ, նանա եւ ձեթ։ Ձիթապտղի ձեթ, խնդրեմ։ Մտահղացումը Խորեն Հարությունյանի, իրացումը Մամուլան եւ ընկերներ կազմակերպությանը, ահա, սա էր ուզում ստանալ։ Այո, հիմա մենք ավելացնենք դրան, նանայով զարդարենք, այդտեղ կավելացնենք եւ մի փոքր քիմիոն կավելացնենք այսպես։ Իրոք որ հետաքրքիր, շատ հետաքրքիր բաղադրություն ունի եւ տեսնել կարծում եմ մրցունակ է եւ Խորեն ջան այլ կերակուրներ կամ այլ այսպես նախուտեսներ ինչ կառաջարկես կամ ընդհանրապես մեր հերոսներին ինչ կառաջարկես ամառ է, շոկ է եւ ինչ պիտի անել։ Խորհուրդ կտամ օգտագործել ավելի շատ բանջարեղեններ, քամած մածուն իհարկե, ընկույզ, մի խոսքով հայկական լեռնաշխարհի Արարատյան դաշտավայրի բարիքներից օգտվեն։ Ինձ թվում է դրանից միայն իրանք ավելի լավ կզգան։ Մի փոքր շտրիխել ոնց որ դուք եք ուզում ավելացնեք, պարոն։ Այո, ամառ է։ Շոկ։ Հարգելի հեռուստադիտողներ, իրոք որ հարկավոր է ուշադրություն դարձնել սննդին, հարկավոր է սնվել այնպես ինչպես հարկն է եւ հաշվի առնել նաեւ շոկ եղանակը։ Շատ բանջարեղեններ, շատ փառք Աստծո այս մեր հրաշք մածունի տեսակները եւ իհարկե մրգեր։ Շնորհակալություն Խորեն ջան, ապրեստու։ Ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ Խորենին այս լավ խորհուրդների համար եւ լավ աղցանի համար։ Բարեկամներ, իսկ մենք ինչպես միշտ հրաժեշտից առաջ ուզում եմ, որ իրար կամենանք հաջողություններ, առողջություն եւ համբերություն։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամներ։ Մածնաղցան, քամած մածուն 100 գրամ, թթվասեր 100 գրամ, լոլիկ 70 գրամ, ընկույզ 20 գրամ, ձիթապտուղ 50 գրամ, կիտրոն 1 հատ, սխտոր 1 բջեղ, քիմոն
Ձիթապտղի յուղ, աղ։ Բարեխորշակ։